Ադրբեջանի ռազմական ներուժի հզորացումը առաջնահերթություն է, նա սիրում է սա կրկնել։ Մեկ անգամ չէ, որ լսել ենք, նրանց այս տարվա պաշտպանական ծախսերը հայտնի է բյուջեի ծախսերի 26%-ն են։ 5 միլիարդ դոլար ռազմական բյուջեն ռազմական փորձագետները ռեկորդային են համարում։ Սա բավական չէ, ռուսական լրատվամիջոցին պետբյուջեն հաստատելուց առաջ պարզ ասած, շարունակելու են Ռուսաստանից էլ զենք գնել։ Երևանը չի դիմանա Բաքվի հետ սպառազինությունների մրցավազքին։ Также они должны понимать, что несмотря на максимально Նրանք պետք է հասկանան, որ չնայած Մակրոնի ռեժիմի, ինչպես նաև Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի առավելագույն աջակցությանը, այստեղ երկրի վրա, եթե մեր դեմ հերթական սադրանքը ծրագրեն, ոչ ոք իրենց չի օգնի։ нас, им никто не поможет. Նա ոչ մի վայրկյան չի թույլատրել ռազմական հռետորաբանությունը։ Ամերիկյան, իսրայելական, ադրբեջանական մամուլը ռեժիմով գրում է, թե Ադրբեջանը Միացյալ Նահանգներից զենք է ակնկալում։ Բաքուն ըստ Jerusalem Post-ի ձգտում է 907 հայտնի բանաձևի չեղարկմանը։ Այս բանաձևը ի դեպ արգելում է ամերիկյան կառավարության ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին, եւ նրանք ամեն կերպ սողանցք են փնտրում հասնելու դրա չեզոքացմանը։ Բաքուն հիմա էլ ձգտում է ամերիկյան կողմին համոզել, թե կմիանան նրանց ընդդեմ Իրանի, եթե զենք ստանան։ Վերջին շրջանում Ադրբեջանը ակնհայտորեն փորձում է կապեր հաստատել Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի հետ եւ գերազանցապես Իսրայելի եւ հրեական լոբինգի միջոցով Իքմետ Հաջիևներ հանդիպումներ ունենում Իսրայելում, դրանից հետո նորից Ադրբեջանը պատվիրակություն ուղարկեց, Ադրբեջանի նախագահն է որոշ հրեական կազմակերպություններ ընդունել, փորձում են օգտագործել ամբողջությամբ իրանական խաղաքարտը, փորձելով իրենց այդպես դիրքավորել եւ այդտեղից է փչում քամին։ Նա մի ուրիշ մեթոդի էլ դիմում է։ Բարձրաստիճան հանդիպումներում տենդագին բամբասում է Միացյալ Նահանգների նախկին վարչակազմից հիշատակում 907 բանաձևը։ Բողոքում է, թե Բայդեն-Բլինքեն վարչակազմը կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ, թե 907 բանաձևի գործարկումը նրանց ապերախտության արտահայտությունն է։ Իրանում էլ ծանոթ են այս պատկերին անշուշտ։ Գիտեն, Իսրայելից, Թուրքիայից, ՆԱՏՕ-ից ձեռք բերած զենքի փողը Բաքուն կամ Հայաստանի կամ էլ Իրանի ուղղությամբ է պահում։ Ու հիմա էլ ֆիքսվել հնարավոր բոլոր ճանապարհներով ձգտում է հասնել 907-ի չեղարկմանը, որ նահանգներից էլ կարողանա զենք ստանալ։ Սիրան Շմրադյան, ժամը լրատվական։